Նախ ուզում եմ ուրախությունս հայտնել, որ 5 ամսվա այս տառապալից ճանապարհորդությունից հետո Լիդիա Մանթաշյանը, ու շատ սիրելի Լիդիան, այդ որոշման արժանացավ, կամ էլ թե չէ այդ որոշումը տրվեց։ Դա կարող էր լինել անցյալ շաբաթ, դա կարող էր լինել 2 ամիս առաջ, դա կարող էր լինել 3 ամիս առաջ։ Եվ ստիպված չլինեինք այս դատարանում ասելու, որ 3-4 ամիս առաջ, որ ինչպես ավետարանական դատավորներ Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում։ Այո, ես ակնկալիքն ունեի, որ անցյալ շաբաթ կլինի գոնե, բայց չեղավ։ Եվ չեղավ, որին որևէ արդարացում չկար։ Դուք այսօր փաստեցիք, որ ոչ թե արդարադատությունն ու արդարությունն է գործում, այլ գործում է նպատակահարմարությունը։ Եվ սա ցցուն արտահայտությունն է։ Իմ խոսքերը ոչ վիրավորական են, ոչ էլ նույնիսկ քննադատական։ Ես ուղղակի արձանագրում եմ իրավիճակը։ Շատ կուզեի այստեղ լիներ մյուս մեղադրողը, այն խստությամբ խոսող, որ նույնիսկ անցյալ շաբաթ տեսակցությունները բացելու մասին խոսակցությունը փակվեց։ Դա ինչի մասին է խոսում։ Խոսում է, որ այս ամբողջ դատական գործընթացը այլ բանի մասին է, արդարադատության մասին չի, որքան էլ փորձեն ներկայացնել որպես արդարադատություն։ Կգա ապացույցների ժամանակը, եւ ես ավելի խորությամբ կասեմ դրա մասին, այն բոլոր փաստացի գրանցումները, որոնք պատճառ են դարձել այսքան մարդու կյանքի տառապանքին։ Ես ասել եմ, ելի եմ ասելու, նորից եմ կրկնելու։ Մեզանից որևէ մեկի համար, ընդհանուր ինձ համար, մենք այստեղ եւ ընդհանրապես այս հանրապետության մեջ ոչ թե քաղկալանավորներ են կամ կալանավորներ, այլ գերիներ են եւ պատաններ։ Լիդիան շղթայված Հայաստանի, բայց հաղթանակող Հայաստանի խորհրդանիշն է։ Դուք այսօր այդ շղթայից փորձեցիք մի փոքրիկ օղակ հանել, եւ բայց մեր մեծ խնդիրը մնում է չլուծված։ Հետևաբար ես վերստին եմ ուզում արձանագրել, որ այնինչ հիմա տեղի ունեցավ, դա ուղղակի ինձ համար անընդունելի էր։ Անընդունելի էր այն իմաստով, որ ոչ թե որ Լիդիան այսօր վարչական կալանքի տակ է գնում, ընդհանրապես պիտի ազատվեր, ընդհանրապես պիտի արդարանա, եւ ոչ միայն Լիդիան։ Այստեղ է Մովսես Շարդացյան օրինակ, 3 անչափահաս երեխաների հայրը։ Անչափահաս երեխաները, որոնց չի էլ տեսնում շնորհքով։ Այստեղ են տարբեր մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով են ճանապարհ անցած գործարարներ, ազատամարտիկներ, քաղաքական գործիչներ եւ այլն, ես չասեմ էլ որևէ մեկին, էլ հոգեվորականի մասին չեմ ասում։ Այդուհանդերձ, սա մեր կռիվն է, պատվարժան դատարան, դուք եք հանձնառել կռվի մյուս կողմը լինելու։ Ես հուսով եմ, որ եւ դուք ուղղակիորեն ասելով ես նկատի ունեմ նաեւ մեղադրող կողմը։ Ես հուսով եմ, որ այս որոշումը երբ դուք կայացրեցիք, այս մեկ շաբաթվա ընթացքին նաև ձեր մտքի մեջ զղջում եք ունեցել, որ կայացրել եք։ Բարձրաձայն չեք արտահայտել, չարտահայտեցիք, ոչ էլ մեղադրողները, վստահ եմ, որ հուսով եմ ավելի ճիշտ, որ զղջում են ունեցել իրենց մտքի մեջ այսպես վարվելու համար։ Զղջումով եք արել դա։ Ես շատ կուզեի նաև այս դատարանի դալիճում այդ ներողությունը լսել, բայց դրա ժամանակն էլ կգա, Աստված չի ուշացնի։ Ամեն ինչ իր ժամանակն ունի, եւ ուզում եմ խոսքս ամփոփել դարձյալ Եսայի մարգարեի խոսքով։ Դարձյալ պիտի զորանաք, բայց դարձյալ պիտի պարտության մատնվեք, որովհետեւ Աստված ընդմեզ է։ Բոլորիդ գնահատանք, Լիդիա ջան, ապրես։ Որպեսզի վարքի մասնակիցների մոտ հարցից առաջանա, որ